Ռուսաստանի Դաշնությունը Վլադիմիր Պուտինը խստացնում է ռուսաստանյան օրենսդրությունը ընդդեմ Եվրամիության, իսկ Նիկոլ Փաշինյանը խորացնում է աշխարհաքաղաքական սիրավեպը Եվրամիության երկրների հետ, Եվրամիության հետ որպես միասնական կառույց։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայաստանում այս լուրը գրեթե չի քննարկվել, բայց Ռուսաստանում տեղի է ունեցել հավանաբար Խորհրդային Միության փլուզումից հետո կարևորագույն իրադարձություններից մեկը։ Ռուսաստանի Պետդուման ընդունել է մի օրինագիծ, որով ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ այս պարագայում Վլադիմիր Պուտինի լիազորությունները ռուսական բանակը արտերկրում օգտագործելու հարցում։ Ինչի մասին է խոսքը։ Ըստ նոր օրենքի, որը արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցման ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նախագահը ունի լիազորություն ռուսական բանակը օգտագործելու այն դեպքերում, այն պարագաներում, եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին սպառնում է վտանգ։ Էլ ավելի կոնկրետ ասենք, երբ որ օրենքի հեղինակները ներկայացնում էին այն Պետդումայում, իրենք նշում են Լեհաստանում տեղ գտած դեպքը, երբ որ եկեք քաղաքացու անունը կարդանք, Ալեքսանդր Բուտյագին, երբ որ Ալեքսանդր Բուտյագինին Լեհաստանում ձերբակալել են, օրենքում այդ մարդու անունը առանձին նշված է, այսինքն օրենքի հեղինակները այս մարդու անունը առանձին նշում են եւ նշում են, որ նա ձերբակալվել է Լեհաստանում։ Այսինքն տեսեք, ռուսական Պետդուման Ռուսաստանի Դաշնության նախագահին տալիս է լիազորություն եվրոպական նաեւ երկրներում օգտագործել ռուսական բանակը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու համար։ Դուք հասկանում եք աշխարհաքաղաքական ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Հիմա տեսեք Ռուսաստանից գնում ենք դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, գնում ենք դեպի ՆԱՏՕ եւ փորձում ենք տրամաբանությունը հասկանալ ինչու հենց այս պահին, ինչու հենց հիմա Ռուսաստանի Դաշնությունում որոշեցին այս օրենքը ընդունել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իրանական պատերազմը ըստ երևույթին օգտագործում է երկու ուղղություններով՝ տնտեսապես ճնշելու Չինաստանը, որը իրանական նավթի թիվ 1 գնորդն ավելի քան 90% իրանական նավթի գնում էր Չինաստանը, տնտեսապես ճնշել Չինաստանին եւ երկրորդը հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ին։ Բազմաթիվ են հրապարակումները թե Տրամպի սոցիալական ցանցերի էջերում, թե ամերիկացի այլ պաշտոնյաների գնահատականները առ այն, որ ՆԱՏՕ-ն մեզ չեկավ օգնության, ՆԱՏՕ-ն երբեք էլ մեզ հետ չի լինելու։ Մարկ Ռյուտեի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը այնքան լարված է անցել մի քանի օր առաջ, որ ըստ միջազգային մամուլում տեղ գտած հրապարակումների 2 ժամ մեղադրանքներ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, ավելին ամերիկյան մամուլը գրում է հետևյալի մասին, որ եվրոպական երկրները եւ Կանադան մտածում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո ՆԱՏՕ-ի նոր դարաշրջանի մասին։ Իրենք փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի վերանայեն իրենց ռազմական կառույցի գործունեությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռանալուց հետո։ Դուք հասկանում եք դարակազմիկ ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ եկեք հիմա գանք մեր զրույցի սկզբին։ Ռուսաստանի Դաշնությունում ընդունված այդ օրենքը ռուսական բանակի Ռուսաստանի տարածքից դուրս օգտագործելու մասին 2021 թվականի դեկտեմբերին միջև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեծ փաթեթ ներկայացրեց պահանջների հավաքական արևմուտքին, որում ի թիվս այլի նշված էր հետևյալը. ՆԱՏՕ-ն պետք է վերադառնա 1997 թվականի սահմաններին, այսինքն պետք է հեռանա Ռուսաստանի Դաշնության սահմաններից, սահմանակից երկրներից։ Ինչ եք կարծում, Ռուսաստանի Դաշնությունում օրենքը բանակի օգտագործման մասին կընդունվեր, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այս տեսակ քաղաքականություն չվարեր, որի տրամաբանական ավարտը կարող է լինել այն, որ ՆԱՏՕ-ն կփլուզվի։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր ասել է, երևի շատ լավատեսական գնահատական է հնչեցրել, բայց ասել է, որ մոտակա 10 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն կարող է ոչնչանալ։ Տեսեք, ինչ է կատարվում։ Ռուսաստանը կրկին ասենք կարող է իր բանակը իր տարածքից դուրս օգտագործել։ ՆԱՏՕ-ն Դոնալդ Տրամպի ջանքերով գտնվում է, եկեք այսպես ձևակերպենք, աշխարհաքաղաքական որպես կառույց մահամերձ իրավիճակում է գտնվում։ Իսկ ինչ է անում այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը կրկնում է փաստացիորեն այն նույն սխալը, որը ժամանակին կրկնել է թե Վրաստանը, թե Ուկրաինան։ Անկերներ, երբ որ Վրաստանը որոշեց մերձեցնել իր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ մի կողմ Եվրամիության հետ որպես առանձին կառույց, դա հանգեցրեց 2008 թվականի պատերազմական գործողությունների։ 2008-ի պատերազմի ժամանակ գիտեք ինչ էր եղել։ Ռուսական բանակը ինքը ոչ միայն հասել էր,
Ոչ միայն հասել էր Վրաստանի մայրաքաղաքի մատույցներ, կային նաև տեղեկություններ, որ մի շարք այլ քաղաքներ էին իրենք հասել, ռուսական բանակը գործողություններ էր իրականացել մի ռազմաբազայի նկատմամբ, որում ըստ որոշ տեղեկությունների ամերիկյան զինվորներ էին եղել եւ ռուսական բանակի սպաները պատերի վրա Վրաստանում գրել են հետեւյալը. «Товарищи грузины, учитесь воевать, приедем проверим»։ Սա եղել է հետևանքը նրա, որ վրացիները վստահել են Եվրամիությանը, վստահել են հավաքական արևմուտքի, դե իսկ ինչ եղավ Ուկրաինայի հետ, կարծում եմ բոլորը դուք տեսնում եք, թե ինչ ավերակների է վերածվել Ուկրաինան պատերազմական գործողությունների ժամանակ։ Ինչու ենք մենք այս ամեն ինչը ասում։ Տեսեք, այս բոլոր փոփոխությունների ֆոնին, աշխարհակաղակական փոփոխությունների ֆոնին, որոնք կարող են հանգեցնել նրան, որ Եվրամիությունը, որը սպառում էր անվտանգությունը ի շնորհիվ ՆԱՏՕ-ի, անվտանգության սպառողը, ինքը կարող է անպաշտպան լինել։ Միևնույն ժամանակ, երբ որ դու դուրս ես գալիս ՆԱՏՕ-ից, ինչպես նաև անում ես ամեն ինչ, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները չֆինանսավորի ուկրաինական պատերազմը, դա հանգեցնում է նրան, որ Եվրոպական միությունը դառնում է Ռուսաստանի դեմ վարվող պատերազմի թիվ 1 հովանավորը, թիվ 1 շահառուն։ Ու այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին, մայիսի 5-ին Հայաստանում իրականացնում է Եվրամիություն, Հայաստանի Հանրապետություն առաջին գագաթաժողովը, Եվրոպական համայնքի գագաթաժողովը եւս տեղի է ունենում Երևանում, 8-րդ գագաթաժողովն է, եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, ու այս իրավիճակում կրկին ասենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որոնք մեզ տանում են մի միության հետ համագործակցության խորացմանը, ով ուղիղ թշնամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Ամփոփենք մեր այսօրվա զրույցը։ Ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հետևություններ անեն վերոնշյալից, աշխարհակաղակական փոփոխություններից, Ռուսաստանում ընդունված օրենքներից, Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, այնպես էլ Հայաստանի քաղաքական ուժերը եւս պետք է հետևություններ անեն այս ամեն ինչից, հստակ դիրքորոշում հայտնեն, ինչպես օրինակ Իշխան Սաղաթելյանը շատ արդարացիորեն ասում է, որ մենք կարող ենք տարբեր մոտեցումներ ունենք, բայց Փաշինյանական բռնապետության դեմ, բռնաճնշման այս մեխանիզմի դեմ պետք է միասին պայքարենք, այնպես էլ մնացած հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերը պետք է հստակ գնահատականներ տան եւ գնահատեն Հայաստանի Հանրապետության համար ռիսկերը, թե ինչի կհանգեցնի Հայաստանին Եվրամիության հետ որպես Ռուսաստանի դեմ պատերազմող թիվ 1 միավորի, որպես Ռուսաստանի դեմ պատերազմը ֆինանսավորող միավորի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մերձեցումը։ Մտածեք այդ մասին։